Գիրք Եզեկիել, գլուխ 26. Եվ եղավ 11-րդ տարվա ամսի 1-ին Տիրոջ խոսքը դեպի ինձ ասելով. Մարդի որդի, որովհետև Տիրոսը Երուսաղեմի վրա ասեց. վաշ կոտրվեցան ժողովուրդների դռները, դեպի ինձ է շուռ տալիս, ես պիտի լցվիմ, նա անապատ է դառնում։ Դրա համար այսպես է ասում Տեր Եհովան. ահա քեզ դեմ եմ, ով Տիրոս, և շատ ազգեր պիտի հարուցանեմ քեզ վրա, ինչպես որ ծովը հարուցանում է իր ալիքները, և նրանք պիտի քանդեն Տիրոսի պարիսպները, և փուլացեն նրա աշտարակները, և ես պիտի ավելեմ նրա հողը նրանից, և նրան չորապարաշ պիտի շինեմ։ Նա օրկան փռելու տեղ պիտի դառնա ծովի մեջ, որովհետև ես եմ խոսել, ասում է Տեր Եհովան, և նա ազգերին ավար պիտի դառնա, և նրա աղջկերքը, որոնք դաշտումն են, սրով պիտի սպանվին, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։ Որովհետև այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես Տիրոսի վրա պիտի բերեմ Բաբիլոնի թագավոր Նաբուգոդոնոսորին հյուսիսից, թագավորների թագավորին ձիերով, կառքերով ու ձիավորներով և բազմությունով ու մեծ ժողովուրդով։ Նա քո աղջկերքը դաշտումը սրով պիտի սպանե, և քեզ դեմ մարտկոց պիտի շինե, և քեզ դեմ հողաբլուրներ պիտի կանգնեցնե, և քեզ դեմ վահան պիտի բարձրացնե, և իր կործանիչ մեքենաները պիտի դնե քո պարիսպների դեմ, և քո աշտարակները պիտի քանդե իր տապարներովը։ Նրա ձիերի շատությունից քեզ պիտի ծածկե նրանց փոշին, ձիավորների, անիվների և կառքերի դղրդյունիցը պիտի սասանեն քո պարիսպները, երբ որ նա մտնե քո դռներովը, ինչպես որ կոտրված քաղաքը կմտնեն։ Իր ձիերի սմբակներովը պիտի կողտա քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանե, և քո զորավոր բերդերը գետինը պիտի իջնեն, և քո հարստությունը պիտի թալանեն, և պիտի կողոպտեն քո ավարը, և պիտի քանդեն քո պարիսպները, և քարուքանդ անեն քո ցանկալի տները, և քո քարերը ու քո փայտերը, և քո հողը պիտի ջրի մեջը թափեն, և ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, և քո քնարների ձայնը այլևս պիտի չլսվի։ Եվ ես քեզ պիտի չորապարաշ շինեմ, ուռկան փռելու տեղ պիտի դառնաս, այլևս պիտի չշինվիս, որովհետև ես Տերս եմ խոսել, ասում է Տեր Եհովան։ Տեր Եհովան այսպես է ասում Տիրոսին. մի՞թե քո կործանման ձայնիցը, երբ որ քո միջումը կոտորած կատարվելով վիրավորվածների հեծելովը կղզիները պիտի չսասանեն, և ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրանց աթոռների վրայից, և պիտի հանեն իրանց պատմուճանները, և իրանց նկարագործ հանդերձներիցը պիտի մերկանան, սոսկումներ պիտի հագնեն, գետնի վրա պիտի նստեն, և պիտի սարսափեն ամեն վայրկյան, և պիտի ապշեն քեզ վրա, և ող պիտի բարձրացնեն քեզ վրա, և քեզ ասեն. ինչպես կործանվեցար, ով ծովաբնակ անվանի քաղաք, որ ծովումը զորավոր էիր, ինքդ և բնակիչներդ, որ ահ էիք տալիս նրա բոլոր բնակիչներին։ Հիմա պիտի զարհուրեն կղզիները քո կործանման օրը, և ծովումը եղող կղզիները պիտի ապշեն քո կորուստովը, որովհետև այսպես է ասում Տեր Եհովան. ես քեզ այն անբնակ քաղաքների պես ավերակ քաղաք շինելիս, անդունդը քեզ վրա հանելիս, որ քեզ ծածկեն շատ ջրերը, և քեզ գուբը իջնողների հետ այն հավիտենական ժողովրդի մոտ իջեցնելիս, և քեզ տակի երկրումը հավիտենական ավերակներում նստեցնելիս, գուբը իջնողների հետ, որպեսի չբնակվիս, այն ժամանակ ես փառ կդնեմ կենդանյաց երկրումը, քեզ սոսկման առարկա կշինեմ, և դու պիտի ոչնչանաս, և դու պիտի որոնվիս, բայց պիտի այլևս չգտնվիս հավիտյան, ասում է Տեր Եհովան։